Հուսով եմ Հայաստանում դեռ այդ ազատությունը կա հարցումներ իրականացնելու իր համար ու հրապարակել, չհրապարակելը իր որոշման տիրույթում է։ Մենք հարցումներ իրականացնում ենք մեզ համար, տեսնելու մեր որ նարատիվները ինչպես են աշխատում եւ որ ուղղությամբ պիտի շարունակենք աշխատանքները, եթե ձեզ շատ են հետաքրքրում հարցումների արդյունքները, հենց հիմա հրապարակեմ դրանցից մի դրվագ, ըստ հարցումների ոչ միայն մեր իրականացած, բայց նաեւ մեր իրականացրած Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի կարողանում ձևավորել մեծամասնություն, այլ նաեւ ընդդիմադիր ուժերը այս պահին հանրագումարում ունեն ավելի շատ արդյունք, ունեն ավելի շատ ձայներ, քան Նիկոլ Փաշինյանը։ Կոնկրետ արդյունք հրապարակեցի։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, որը քննադատությանը։ Շատ խորհրդանշական է, որ Civic-ը նա այս հարցը ուղղում, դրան էլ շատ ուղիղ պատասխանեմ։ Մենք ի տարբերություն իշխող ուժի շատ տոլերանտ ենք ցանկացած քննադատության, քննարկման ու բազմակարծության համար ու որևէ խնդիր չենք տեսնում դրա մեջ, որ երբ նպատակահարմար ենք համարում, պատասխանում ենք դրան, առանց մարդկանց ոչիլ անվանելու, առանց մարդկանց պիտակավորումների, առանց ԱԱԾ լցնելու սպառնալիքների, որովհետև իրականում ունենք այդ արժեքները բազմակարծության, ժողովրդավարության ու քննարկումների, բնական է, ընտրությունների նախաշեմ է, տարբեր քաղաքական ուժեր ունեն տարբեր դիրքավորումներ, ամեն մեկը փորձում է արդարացնել իր դիրքավորումը։ Մեր իսկ սահուն անցնելով երրորդ հարցին, այն ինչ դուք ընթերցեցիք մեջբերումը Իշխան Սաղաթելյանից, դա մեր կարող եք համարել մանիֆեստն է, դա հնչեցվել է նաև դաշինքի մասին հայտարարման միջոցառմանը պաշտոնապես, եթե կան ուժեր, ում համար դաշտում լինելու մնալու համար թիրախ պիտի լինեն ընդդիմադիրները, երևի կան այդպիսիները, մեր համար ընդդիմադիրները թիրախ չեն, մենք կարծում ենք դա ուժերի վատնում է այդ ուղղությամբ որևէ ջանք դնելը, կենտրոնացած ենք բացառապես իշխող ուժի վերարտադրությունը կանխելուն, մեր ամբողջ ջանքերը այդտեղ են ուղղված, եթե կհնչի այնպիսի ասելիք, մեղադրանք մեր նկատմամբ, որը կհամարենք, որ արժանի է պատասխանի, դրան պատասխանում ենք։ Ընդհանուր առմամբ որևէ տարօրինակ բան չկա, որ տարբեր քաղաքական ուժեր կարող են քննադատել միմյանց, կարող են ինչ-որ կարծիք հնչեցնել։ Հենց դրա համար էլ մենք տարբեր քաղաքական ուժեր ենք։